Բարի երեկո, սիրելի Facebook-յան ընկերներ, հայրենակիցներ, գաղափարակիցներ ջան։ Մի 2 ժամ առաջ օրվա կարևոր իրադարձությունների վերաբերյալ ուղիղ եթեր ունեցա։ Այսօր որ դեպքն է, այնտեղ չգիտեմ մենակի մոտ է ձև, թե բոլորի մոտ է ձև, այնտեղ սխալ գործողություններ են անում, ուղիղ եթերը 2 ժամից հետո անհետանում է։ Մի խոսքով, 2 ժամվա առաջվա խոսակցությունը այլևս չկա, նորից նույն խոսակցություններով ուզում եմ ձեզ հետ շփվեմ, համոզված լինելով, որ այլևս չի անհետանա։ Նախ ես իմ անունից եւ իմ ընտանիքի, նաեւ ամենամերձավոր շրջապատիս անունից ում անունից ես ինքս իմ վրա վստահ եմ, որ կարող եմ 100%-ով շնորհակալություն հայտնեմ։ Ես շնորհակալություն եմ հայտնում շատ կարևոր եւ սպասված հոգևոր հայրերի այս սպասված գրառումներին, որ այո, մեր հոգևոր հայրերը համարձակություն ձեռք բերեցին եւ սպասված եւ կարևոր հայտարարություններով հանդես եկան, այդպիսով միանալով Աստծո տան բարենորոգման աշխատանքներին, սուրբ աշխատանքներին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր 24 ժամվա հասանելությունն ենք հայտնում, աջակցությունն ենք հայտնում 24 ժամվա հասանելությունը, 24 ժամվա։ Եվ թող ձեր համարձակությունը, ձեր սպասված եւ կարևոր խոսքը տարածվի այն հոգևոր հայրերի վրա, ովքեր մի ճառեսպա հենց հիմա Աստծո տունը օտար երկրյա դեսպանատան շենքի վերածած, Աստծո տունը փաստաբանական գրասենյակի վերածած, հոգևոր կյանքը վտանգի տակ դրած, Հայաստանի Հանրապետությունում ինչքան թալանչի խուժան մարդասպան կա, իրենց անձնական շահերի պաշտպան դարձած Կտրիչ Ներսիսյանի վախի գերեվորության տակ ենք գտնվում։ Թող ձեր համարձակ սպասված եւ կարևոր քայլերը տարածվի իրենց վրա։ Միևնույնն է, ճշմարտությունը նրա մեջ է, որ պետության շահը հաղթելու է, որ պետության շահը հաղթելու է, որ ճշմարտությունը հաղթելու է։ Ճշմարտությունը նրա մեջ է, որ այլևս Կտրիչ Ներսիսյանը հնարավորություն չի ունենալու, որ Աստծո տունը օգտագործի իր անձնական պրինցիպների, իր կմհաճույքների համար, որ Աստծո տունը հնարավորություն չի ունենալու վերածի պոռնիկության եւ թալանի, որ Աստծո տունը որևէ հնարավորություն չի ունենալու ներքաշի մեծ քաղաքականության մեջ, որ Աստծո տունը որևէ հնարավորություն չի ունենալու վերածի օտար երկրյա դեսպանատան շենքի։ Այս պետությունում ինչքան թալան չի ներկա, Կտրիչ Ներսիսյանը իրենց անձնական օգտագործվող լանտն է դարել։ Ու ցավոք սրտի, այդ ստահակը, այդ թալանչիների լանտ դարձածը այս ամեն անում է Աստծո տան հովանավորությամբ։ Այս ամենի Կտրիչ Ներսիսյանը, այդ ստահակը, որ ինքը իր ամբողջ կենսագրությամբ, իր ամբողջ ծառայությամբ մեզ բոլորից տվել է լեգիտիմ բոլոր իրավունքները, որ մենք այսպես բարձրացան արտահայտում ենք, սպասարկում է բոլորի շահերը։ Ինչքան Աստծուն ոչ հաճելի բաներ կա, Կտրիչ Ներսիսյանը խորտակվել է այդ ամենի մեջ, այն ամենի մեջ, որը ոչ Աստծուն հաճելի է։ Այլևս Աստծո տունը պետք է մեր հոգևորականների կողմից օգտագործվի միան ու միան Աստծո շահերը սպասարկելու համար։ Աստծո տունը պետք է ծառայի միան ու միան Աստծուն, Աստծո տունը պետք է սպասարկի միան ու միան Աստվածաշունչը։ Կտրիչ Ներսիսյանը բացի նրանից, որ կարելի է Աստծո տունը
ծառայացնի միան ու միան Աստծուն եւ Աստծո տունը օգտագործի միան ու միան Աստվածաշունչը քարոզելու սուրբ գործին, Կտրի Ներսյան այս կարևորագույն առաքելությունը, այս ծառայությունը չի կատարում։ Բացի այս երկու կարևորագույն ծառայությունից Կտրի Ներսյանը Աստծուն ոչ հաճելի լիքը ծառայություններ է կատարում եւ մատուցում։ Կտրի Ներսյանը այլևս գոյություն չունի, այլևս քաղաքական դիակ է, ինքը այլևս գոյություն չունի, դե ինքը գոյություն չունի։ Ինքը ձևական բնույթ է կրում հենց հիմա։ Եթե ոչ հիմա 1 վայրկյան հետո, եթե ոչ 1 վայրկյան հետո, 1 ժամ հետո ինքը հեռանալու է։ Ուղղակի իր ամեն մի կապրիզնություն, ամեն մի անբարոյական կապրիզնություն Աստծո տան վերաբերյալ օգտագործում է իր դեմ։ Ամենյան բարձր ողջավորությամբ, հարգանքով մեր աջակցությունը եւ շնորհակալությունն ենք հայտնում մեր հոգեվոր հայրերին այս սպասված եւ կարևոր խիզախ քայլերի համար։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն եւ մեր 24 ժամվա հասանելիությունը իմացեք, որ կա, սա ոչ թե ասում ենք ասելու համար, սա նաեւ մեր սուրբ արքն է, սա մեր պարտականությունն է։ Սա ցանկացած հայ մարդու ով սպասարկում է իր սեփական պետության շահը, ով անկեղծ մաքուր հայկական սիրով սիրարված է իր սեփական պետությանը, ցանկացած այդ հայ մարդու սուրբ պարքն է, որ իրենց աջակցությունը հայտնի ձեզ։ Եվ մենք հայտնում ենք, մենք մեր 24 ժամվա հասանելիությունը եւ աջակցությունը հայտնում ենք ձեզ։ Եվ որևէ մեկը թող այս պետությունում հանկարծ մտքովը չանցնի որևէ մեկի, որ կարա ինչ-որ խուլիգանական քուչի, խուլիգանի բառապաշարի նման, ինչ-որ գրառումներով որևէ մեկին ուզենա բան հասկացնի, որևէ մի քուչի խուլիգանի մտքով չանցնի, որ հանգարց կարա այս խիզախ քայլերի դիմաց հոգևորականներին, ասես թարց աշկով նայի, թարց հայացքով, որևէ մեկի մտքով չանցնի, որհետև նման փորձանողները հավատացած եղեք, քաղաքակիրթ մակարդակով չեն ներվելու եւ չեն խնայվելու։ Սա ձեզ զգուշացում։ Ուղիղ զգուշացում ձեզ, ոնց ուզում եք ինձ էլ հասկացեք։ Սա ձեզ ուղիղ զգուշացում։ Քաղաքական մակարդակով ոչ ոք չի խնայվելու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին մերժվել է քուչի բիսետի խուլիգանական օրակարգը եւ բառապաշարը։ Եվ որևէ մեկը այս պետությունում այլևս չի կարող 2018 թվականին մերժված խուլիգանական բառապաշարով, լեքսիկոնով, չգիտեմ, շարժումներով եղանակ փոխի։ Ոչ ոք։ Նրանք ովքեր 2018 թվականից փորձել են մերժված օրակարգով հարց ունենան, խոսիթ ունենան, գցել են իրանց ոտին։ Եվ իրանց համար ցավոտ է, միջառեսուրս։ Նրանք ովքեր կփորձեն, իրանք են գցելու իրանց ոտին եւ լինելու է շատ ցավոտ։ Նրանց մտքում ում որ անցնում է որ կարան իրանց թույլ տան այդ մերժված խուլիգան այդ քուչի մակարդակի խոսակցություններով ինչ որ մեկի հետ հարց ունեն անգամ մեկին բան լսստեն։ Ես նախորդ այդ տեսակի ընտանիքի անդամներին քաղաքական մակարդակով իմ ցավակցություններս եմ հայտնում։ Շնորհակալություն ձեզ, ձեր մեծ համար սպասված եւ կարեւոր ձեր խիզախ քայլերի համար, սիրելի հոգեվոր հայրեր, սիրելի Աստծո ծառաներ, շնորհակալություն, որ ընտրեցիք Աստծուն ծառայելու ճանապարհը, Աստծո շահերը սպասարկելու ճանապարհը, Աստվածաշունչը քարոզելու ճանապարհը։ Շնորհակալություն ձեզ, ձեր համարցակ որոշումների համար եւ 24 ժամվա աջակցությունը հասանելիությունը համոզված եղեք որ 100 հազարավոր հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացած ժողովրդի կողմից դուք ունեք իհարկե դե իշխանությունն էլ իր բոլոր ամբողջ լծակներով իր աջակցությունը հայտնել է սա մեր բոլորի սպարքն է մեր բոլորի սուրբ պարքն է որպեսզի մենք մեր աջակցությունը հայտնենք ձեզ ու որևէ մեկի մտքով այս պետությունում հանկարծ չանցնի որ կարելի է ինչ-որ մի հատ հոգևոր եղբոր հետ ինչ-որ մի հատ լկտի լեքսիկոնով խոսակցության մեջ մտնի ինչ-որ սպառնալիքներ հնչեցնի ինչ-որ չգիտեմ էլի իրանց ձևերով ուզենան եղանակ փոխեն մենք այդ խուժաներին զգուշացնում ենք
Ձեզ ոչ ոք չի փրկի։ Քաղաքական մակարդակով ոչ ոք չի խնայվի։ Սա ձեզ ուղիղ զգուշացում, ոնց ուզում եք արա ինձ էլ հասկացեք։ Ու այս 8 տարվա մեջ մեր խոսքերի լրջության վրա ովքեր որ կասկածել են, դրել են կասկածի տակ, հեգնել են մեր խոսքերի լրջությանը, ասեմ իմացեք։ Ձեր ընկերները կփաստեն այս ամենը։ Իրանք փոշմանել են, որ խոսքերի լրջությունը դրել են կասկածի տակ եւ հեգնել են։ Փոշմանել են եւ այդ փոշմանությունը քաղաքական մակարդակով կրելու է շարունակական բնույթ։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի խուլիգան չի կարալու թափերտա եւ չի կարալու օրակարգ թելադրի, առավել եւս չի կարալու որևէ մեկի վախը բռնի։ Ոչ ոք, նրանք ովքեր փորձել են քցել են իրենց ոտին, նրանք ովքեր փորձեն էլի քցեն իրենց ոտին, նրանք ովքեր մտքով որ նման բաներ ասնում որ կարելի է նման խուլիգան լակոտ լուկուտների նման խուլիգան բառապաշարով որակարգով ինչ որ շարժի մեջ մտնեն ու մտքով նման բան ասում, ես ձեր ընտանիքի անդամներին ուղիղ քաղաքական մակարդակով իմ ցավակցության խոսքերն եմ հղում։ Դուք այ փոքրիկ անձնավորություններ, ձեզնից ոչինչ չասող օտարի լանթեր։ Դուք գնացեք անտառներ, կենթանիներ որսացեք, առյուծ կրակեք, սպանեք եւ սատկած կենթանու վրա նստեք, սելֆիներ արեք, մոսկոլներ արեք, մտեք ուժեղ տղու կերպարի մեջ։ Դուք գնացեք ուժեղ տղեկի նկարները դրեք ձեր դեմը եւ նկարների հետ կռիվ արեք։ Նկարների հետ մտեք բանավեճի եւ հաղթած դուրս եկեք։ Դուք նկարները բռնեք, պատրեք ու հետո մոսկոլներ արեք, ասեք սիրելի ժողովուրդ, տեսնում եք մենք այնքան ուժեղ տղա ենք, այնքան համարձակություն ունենք, որ կարողանում ենք նկարների հետ մտնենք բանավեճի մեջ հաղթած դուրս գանք, որ կարողանում ենք նկարների վրա ձեր ոտ բարձրացնենք, որ կարողանում ենք այս նկարներին սամասուդ անենք։ Ու ցավոք սրտի այդ ամեն անում եք ուղի եթերով, տեսախցիկների առջև։ Եվ ձեզ հայտնվում են մարդիկ, որ տեսնում են, որ դուք նկարների հետ մտել եք թեմայի մեջ, բանավեճի մեջ ու հաղթած եք դուրս գալիս, ծափ են տալիս, վայ, մեր բուլկի տաքսի սերվիզի սեփականատեր Նարեկ Կարապետյանը, ինչ ուժեղ տղա է, նկարների հետ բանավեճի է մտել եւ հաղթած դուրս գալի։ Եվ քոզ դիտողները նայում են, ասում են, օй, մեր տաքսի առանց չամիչի բուլկի տաքսի սերվիս սեփականատեր Նարեկ Կարապետյանը այսքան ուժեղ տղա է, որ կարողանում է նկարների վրա ձեր ոտ բարձրացնի, նկարները ճղի ու ասես մոսկոլներ անի, ասի այ տեսեք, մենք ուժեղ ենք։ Սիրելի մարդիկ, հիմա որ ես սպորտից որևէ կապ չունեմ։ Հիմա որ ես Բրուս Լինի, Վան Դամի, մեկը Ջեկի Չանի, այդ իրեք բանի անուններն եմ, անկի լավ հիշում։ Սենց Ջեկի Չանի, Բրուս Լինի եւ Վան Դամի նկարները, ասում եմ, սպորտից ոչ կապ չունեմ։ Հələ իմ կազմվածքը նայեք։ Նայեցիք, չէ՞։ Ինչ ճանաչողներ են, ավելի մոտիկից են իմ կազմվածքին ծանոթ։ Հիմա Բրուս Լինի, Վան Դամի, Ջեկի Չանի նկարները դնում եմ դեմս, ու շատ իրեք, առանց որևէ լուրջ եմ ասում, ամենալրջությամբ եմ ասում։ Դնում եմ դեմս, ու սենց ոտքերով ձեռներով հարվածում եմ, սամասուդ եմ ենթարկում։ Ու սենց է մոսկոլ բան եմ անում։ Որևէ մեկը կարա իրան թույլ տա, ասի վայ, ես ինչ ուժեղ տղա է մանվելը։ Վայ, մալադեց մանվելին, ես ինչ հզոր տղա է, որ կարողացավ Վան Դամի, Բրուս Լինի, մեկը Ջեկի Չանի նկարների հետ մտնի կռվի մեջ եւ սամասուդի ենթարկի, վերջում եմ ասենց նկարները վերցնի պատրի։ Ինչ ծափ կտակ։ Իհարկե չէ, չեք տա։ Հիմա թող Նարեկ Կարապետյանին նայողները տաքսիստ առանց չամիչի բուլկի տաքսի սերվիս սեփականատեր, այդ Նարեկին դիտողները, որ սենց նկարի հետ մտել է կռվի մեջ ու հաղթած դուրս է գալիս, թող իրա դիտողները աման չեն, որ իրանց թույլ են տալի, գրում ասում, ոյ, ինչ ուժեղ տղա է մեր Նարեկը, արա ձեր Նարեկը ուղիղ նայում է ձեր աչքերի մեջ ու ձեր վրա կայֆավա տալնում, տեղավորվում եք այդ ամենի մեջ, տեղավորվեք։ Ես համոզված եմ, ինձ նայողները, հիմա ինձ որ նայում են, ինձ հարգող մարդիկ ինձ որ նայում են, ես համոզված եմ, որ ես սենց Բրուս Լինի, Ջեկի Չանի, մեկ էլ Վան Դամի նկարները դնեմ իմ դեմը ու սկսեմ սամասուդ անել, ասես մոսկոլ բան անեմ, ինձ նայողները
Ին վրա խնդալու են ամենաբարձր ձայնով։ Ինձ ասում են, էս սով է ոչ մի բանը։ Էս սով է Իրանից ոչ մի բան չներկայացնողները։ Հելա տես նկարների հետ ամտի կրվի մեջ ու մոսկուլ բան անում, տեսեք, ինձ ամոթանք են տալու, ինձ նայողները ու ճիշտ են անելու, աչքս էլ հանելու են։ Որովհետև դա ծաղրանք է։ Դա այն է, դա ինչա ոչ թե դա մենակ ծաղրանք է, դա արհամարանք է նայողների վերաբերյալ, հասցեին։ Նարեկ Կարապետյանը նկարների հետ, Քաջական պայմանագրի պատգամավորների նկարների հետ, որ մտել ասենց պատերազմի մեջ ու հաղթած դուրս է գալի, ինք ուղիղ կայֆավատ է անում, ծաղրում է իրան նայողներին, իրան տապտապողներին։ Սիրելի մարդիկ, եթե դուք տեղավորվում եք նրա մեջ, որ Նարեկ Կարապետյանը կայֆավատ տնի ձեր վրա, դա չէ խնդիրն է, բայց դեր Նարեկ Կարապետյանը Իրանից ոչինչ չասող ջահել է, անգախ իր հոպարի, իր պապայի փողի թանակից ոչինչ չասող ոչ մի բան է ջահել է։ Ձեր Նարեկ Կարապետյանը, որ գրում եք Հերոս Սեսյանենյան, որ նկարների հետ պատերազմի մեջ է մտել, ձեզ է ձեր առնում։ Ձեզ համար հերոս է նկարի հետ պատերազմ մտնողը, ինձ համար ոչ մի բան է, ոչիչություն։ Երիտասարդ, կստված, անդաստիրակ երիտասարդ, ով փորձում է մարդու կերպարի մեջ մտնի։ Հա մարդ է, ջահել է, ակվարիումի մեջ մեծացած ջահել է, հոպարի, պապայի փողերով ջահել է։ Լիքը տղեկ եկան քաղաքից, ովքեր այդ ջահելի ջբը տեղավորել են ու կթում են այդ ջահելին, լավ են անում, որ կթում են։ Քոչոին է մեկը սաղն լավ են, հայ ազգը կծարայ, մենք մեզանից խամենք, մենք կպցնող ազգ ենք։ Լավ եք անում կպցնում եք, լավ եք անում աշկներն են հանում եք։ Կարում եք տեղավորվել եք, կպցնում եք, կպցրեք։ Լավ եք անում։ Ասելիքս ինչ է։ Հիմա նորից բերանը ծուրտիկ խոխիներին։ Ծափին տալ, ասում են, վայ մեր բերանը ծուրտիկ խոխեն, ոյ մեր բերանը ծուրտիկ խոխեն, մեր խերոսը սատկացարույցի վրա նստած նկարվել է Մոսկվաներ անում, ոյ ես ինչ դուխով է, ես ինչ համարցակ է մեր բերանը ծուրտիկ խոխեն, մեր խերոսը, մեր հերոսը, մեր բերանը ծուրտիկ, մի հատ սատկաց կենթանում վրա նստած սելֆի արել, հայտնվել լինել եք, որոշ մարդիկ չես էլ հասկանում ինչ են գրում, չես, ռուսատառերով բան, չգիտեմ, ակցենտ չես հասկանում, չեմ հասկանում ինչ են գրում դրանք։ Այդ բերանը ծուրտիկ խերոսի բանի տակ չեմ հասկանում ինչեր են գրում։ Բայց տենում են, որ սույս ծափ են տալիս։ Սատկաս, էդ եք դուք, էդ է, ձեր տեսակը, ձեր տեսակին, ձեր որակին ոչինչ չկա ասելու, առավել եւս չկա լուրջ ընդունելու, մենք չենք հասնելու մեր աշները թարթենք, գալու է ընտրությունների ժամանակ։ Ձեր տեսակից ուղակի կա տարիներով սպասված վրեժ լուծելու։ Եվ մենք չենք հասնելու մեր աշները թարթենք, երբ որ մոտիկանա ընտրությունները պահը, երբ որ վրա հասավ ընտրությունների պահը, հայ մարդ հանդրատեղամասում տարիներով սպասված իր վրեժը ձեզնից քաղաքական մակարդակով լուծելու է եւ քաղաքական մակարդակով ձեր բերանից վարար գետի նման ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով խոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած ծարունը քաղաքական մակարդակով։ Ահա եւ ձեր ճակատագիրը։ Սիրելի մարդիկ, ես մատ կարևոր բան էլ ասեմ։ Բերանը ծուրտիկ խոխեն Եմեկը, այս օտար պետության այս լանթու լունթերը, այս օտար պետության 10 սովչիկները, որ կան, որ ցենց ամեն օր կլորիկ գումար են ծախսում այս պետությունը, սա պետությանը օգուտ է թող ծախսեն, բայց գումարը ծախսվում է Հայաստանի Հանրապետությունում, եւ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ծախսված 1 դրամ գալիս ֆռում մտնում է Հայաստանի Հանրապետության բյուջե։ Սիրելի մարդիկ, Այս բերանը ծուրտիկ խոխեն, օտար պետության լանթերը, տասոչիկները, որ սենց գրասենակներ են բացում, վարձակալում, մարդիկ են վարձակալում, մեքենաներ են վարձակալում, մեքենաներ են լիսկավորում, մարդկանց են լիսկավորում, ես են անում, են անում, մենք են անում, փաստաբաններ են վարձում, ցուցարաններ են վարձում, պլակատներ են տպել տալիս, չգիտեմ, են անում, մեկն են անում, իրանց ցուցարանները սուրճ են ըմպում, պիցա են ըտում, սոկ են խմում, ջուր են խմում, այդ ամեն ինչը փող է, չէ, լուրջ փող է։ Ու այդ փողը ծախսվում է Հայաստանի Հանրապետությունում։ Սա էլ մի միջոց է թալանը վերադարձնելու, սիրելի մարդիկ, հանգիստ եղեք ձեր ցավը տանեմ, 2018 թվականի մերժված Ղարաբաղյան խուլիգան բանտան քաղաքապանապես ոչնչացված է, իրենք այլևս խրխրոցների մեջ են, իրանք միլիոններ ծախսում են, այո։ Օրեկան մի հատ կլորի գումար իրանք ծախսում են, բայց իրենք իրենց մեռած քաղաքական մակարդակով սպանված քաղաքական կյանքը չեն վերակենդանացնելու։ Եվ իմացեք, սա մի միջոց է,
սել մի միջոց է այս ստահակներից թալանը վերադարձնելու, որտեղ իրանց այդ ամենօրյա կլորի գումարը, որ ծախսում են այս պետությունում, գալիս ֆորմա մտնում է պետության բյուջեն։ Այս որ այս ստահակները տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետությունը աշխատացրել են իրենց ազնական հարստությունների եւ հաջողությունների համար, Այն որ 18 թվականին ձեր կողմից ամբողջությամբ մերժվել են իրանց մաֆիայով, իրանց ալիգարխներով, իրանց Մոսկվա բնա ալիգարխներով, չգիտեմ, այդ ստահակները, որ աշխատավոր հայ մարդկանց Մոսկվաներում աշխատացրել կոպեկներով հարստացրել են, այդ ստահակները, այդ օտար պետության օգտագործող տասովչիկները, որ աշխատավոր հայ մարդկանց Մոսկվաներում աշխատացրել քցե փողերը չեն տվել, վերջում այդ չեչեներ հրավիրել Մոսկվաներում հայ մարդկանց ծեծի ենթարկել։ Այդ օտար երկրապետության այդ տասովչիկները Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական հաջողություն չեն ունենալու, որովհետև մենք անհնարին հնարավոր դարձնող ժողովուրդ ենք եւ մենք անհնարին հնարավոր ենք դարձնելու օրի վրա եւ թող դրանք անգաշների մի բան օղանեն, որ քաղաքական մակարդակով թող մտածեն այն ամենը, որ ամենեն վատ երազում անհնարին է պատկերացնելը։ Անհնարին է պատկերացնելը։ Թող դրանք բոլորը իրանց անգաշներին օղանեն։ Թող սպասեն այն ամենին, ինչի մասին ամենավատ երազում անհնարին է մտածելը, եւ այդ ամենը թող մտածեն քաղաքական մակարդակով, որովհետեւ մենք կանգնած ենք մեր պետության կողը, մեր պետության շահերի կողը, որովհետեւ մենք խորոփած ունենք Հայաստանի Հանրապետությունից թալանված միլիոնների վրա, որովհետեւ մենք խորոփած ունենք կոտար երկրի ալիգարխների միլիոնների վրա, որովհետեւ մեզ համար այդ միլիոնները ոչինչ են, իրենցից ոչինչ չասող, որևէ ուժ, որևէ հեղինակություն չունեն։ Մեզ համար միակ ուժը եւ հեղինակությունը մեր սեփական պետությունն է իր ամբողջական շահերով։ Եվ մենք կանգնած ենք մեր պետության եւ մեր պետության շահերի կողքին, թիգուքին, դրա համար ուղիղ եւ հստակ ասում եմ։ Մեր հարստության դեմը խաղ չկա։ Մեր հարստության դեմը խաղ չկա։ Եվ մենք անհնարինը ամեն օր հնարավոր դարձնելով գնալու ենք առաջ։ Ոնց ուզում եք ինձ էլ հասկացեք։ Ինչ ձևով ուզում եք այն ձևով էլ հասկացեք։ Ու ձեզանից քաղաքագետ մակարդակով ասեմ, լիքը մարդիկ զղջալու են մեր խոսքերի լրջության, լիքը մարդիկ զղջալու են ովքեր ձեզնից էլի, ովքեր մեր խոսքերի լրջությունը դրել են կասկածի տակ։ Ոնց որ որը զղջացել են։ Իհարկե քաղաքագետ մակարդակով, քաղաքական մակարդակով։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Հարգանքներս մեր հոգեվոր հայրերի սպասված եւ կարեւոր հայտարարությունների համար։ Խիզախության եւ համարտակության համար հարգանքներս ձեզ եւ մեր 24 ժամվա հասանելիությունը եւ աջակցությունը դուք վայելում եք։ Աստծով եւ լիքը արդեն իսկ հայկական բրենդ դարձած լիքը ստրտիկներ ձեզ։ Բարի գիշեր մարդիկ ջան։ Հայ մարդու ցավը տանեմ, հայ մարդու դեմը խաղ կա, հայ մարդու ցավը տանեմ։ Հայաստանի Հանրապետությանը անկեղծ հայկական սիրով սիրարված հայ մարդու դեմը խաղ կա։ Ինչ որ մի օտար երկրի ալիգար, այնքան քաշ հնարավորություն, այնքան համարձակություն ունի, այդ օտարին սիրարվածները, որ կարա հայ մարդու դեմը խաղ տա, հա։ Քաղաքական մակարդակով ցավակցություններս էս։ Բարի գիշեր հայ մարդիկ։